Ես չգիտեմ, որևէ մեկը հավատում է, որ Եվրոմիությունը գալով է հարավային Կովկաս։ Շատ լավ կլինի, որ գար։ Իրականում շատ լավ կլինի, որ գար, բայց չի գալու։ Աշխարհագրությունն է այդպիսինը։ Աշխարհագրությունը դաժան երևույթ է, չես կարող փոխել։ Հիմա այդ քարտեզի վրա ինչ ուզում ես արա, ոնց ուզում ես պտտիր, գլոբուսը, չի փոխվում։ Տեսանելի ապագայում դա հնարավոր չի։ Հնարավոր է, թե Թուրքիան դառնա, Վրաստանը դառնա, դրանից հետո մի 20 տարի, 25 տարի հերթում կաղնես, եթե մինչ այդ Եվրոմիությունը այս տեսակով դեռ պահպանվի։ Սա է իրականությունը։ Սա մի սուտ է, որը սենց լավ բանի մեջ, սենց փաթեթավորված այդ հեքիաթը փորձում են ծախել մեր ժողովրդին։ Մի խաբվեք, ժողովուրդ ջան։ Բանկա չէ, ասում են աղվեսի խորամանկությունը ավելի շատ գալիս է հավի անխելքությունից։ Հիմա գոնե այդ բանաձևը մենք ուղղակի ընդունենք եւ հասկանանք։ Սա մի բան է, որով մեզ փորձում են կերակրել, բայց որը հեռանկար ուղղակի չունի։ Բայց ինչ հեռանկար մենք ունենք։ Երևի ով գնացել է Եվրոպա դուր է գալիս։ Բարեկեցիկ, լավ, սիրուն։ Մենք ինչ ենք ասում։ Մենք ասում ենք դարձրիր Հայաստանը եվրոպական երկիր։ Ով է քեզ խանգարում։ Չէ, իսկապես ով է խանգարում։ Եթե խոսքը բարեկեցության մասին է, ազատությունների մասին է, եթե խոսքը տնտեսական զարգացվածության մասին է, սարքենք։ Եվրոպայի երկու ամենից հարուստ երկրները Եվրոմիության անդամ չեն, Շվեյցարիա, Նորվեգիա։ Ամենից հարուստ երկրներն են, Եվրոմիության անդամ չեն։ Երբ ուզեն անդամակցեն, այս սենց են անելով 6 ամսում անդամակցելու են, որովհետև ավելի լավ վիճակում են բոլոր այդ արժեքային համակարգով տնտեսությունով, քան մյուսները։ Շատ ավելի բարձր են, քան Էստոնիա, Լատվիա, քան Բուլղարիա, Ռումինիա եւ այլ, նույնիսկ Գերմանիայից ավելի առաջ են։ Մենք ասում ենք, Եվրոպան բերենք այստեղ, բարեփոխենք մեր երկիրը, արժեքային համակարգը բերենք եւ սարքենք այն երկիրը, որը երբ ուզի անդամակցի։ Բայց այսօր մի արեք քայլեր, որոնք մեր գլխին խնդրեմ են բերելու։ Փորձադաշ չենք։ Հարավային Կովկասը այլ ռեգիոն է։ Հարավում Իրան, հյուսիսում Ռուսաստան եւ այս աշխարհաքաղաքական լարված իրավիճակում սեփական ժողովրդի գլխին երրորդ անգամ փորձանք մի բերեք։